Դետեկտիվ։ Crime Radar, չէ նորից։ Ինչ պետք է ասեմ ստեղ։ Всё. Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք արհեստական բանականության, դրա անձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Մեր օրերում բլոգեր դառնալու համար պարտադիր չէ ունենալ մեծ թիմ, անհրաժեշտ է գաղափար, տեխնիկա եւ իհարկե արհեստական բանականություն։ Այսօր զրուցելու եմ բլոգեր եւ գրող Ռուբեն Եսայանի հետ։ Ողջույն Ռուբեն։ Արև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Ռուբեն, մեր օրերում բլոգեր դառնալը որքանով է տարբերվում 2-3 տարի առաջվա բլոգինգից, երբ այդ ժամանակ AI գործիքները այդքան ակտուալ չէին, որքան որ հիմա։ Դե AI գործիքները ընդհանրապես անհրաժեշտություն չեն բլոգեր դառնալու համար, դա հազարավոր միջոցներից մեկն է։ Հետևաբար որևէ կերպ չէին տարբերվում տարիներ առաջ եւ հիմա։ Դուք որ պայից հասկացաք, որ կարելի է օգտագործել AI գործիքներ բլոգը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Հենց այն պահից, երբ արհեստական բանականությունը առաջացավ։ Համերաշխեք արհեստական բանականության հետ։ Որևէ վտանգ չեք տեսնում, որ մարդը իր ստեղծագործելու անհատականությունը կկորցնի։ Արհեստական բանականությունը նույնպես ստեղծագործելու միջոց է, եւ եթե մարդը իրապես ստեղծագործող է, ինքը կարող է նաեւ ստեղծագործել արհեստական բանականությամբ, ուղղակի շատ հաճախ մարդիկ միգուցե ալարում են կամ չեն ուզում ադապտացվել, տրանսֆորմացվել տվյալ շրջանի, տվյալ ժամանակաշրջանի կամ տվյալ ժամանակահատվածի նորարարություններին, ինչի արդյունքում ավելի շատ բողոքներ են առաջանում, որ մեր գործը կվերանա եւ նմանատիպ ինչ որ եզրույթներ, բայց ամեն դեպքում դեռևս մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Այսպեսի մի հարց։ Ձեր սիրելի գրքի հերոսներից կամ ֆիլմի հերոսներից ում կցանկանայիք տեսնել բլոգ վարելիս այս AI դարաշրջանում։ Փորձեմ գուշակել, օրինակ Էմմա Ուոթսոնը Հերմիոնա Գրայնջերի կերպարով ենթադրենք Հոգվարցից բլոգ է վարում, դա ձեզ կհետաքրքրեր եւ ինչպես կպատկերացնեիք դա։ Երբ որ ես գիտեմ, որ դա AI է, դա վիզուալ առումով ինձ հետաքրքիր չի։ Այդտեղ դառնում է ավելի հետաքրքիր նյութը, սցենարը։ Հետևաբար նույն բանը կարելի է անել գրիմով, բայց նյութը այնքան լավ է լինի, որ դառնա հետաքրքիր։ Եթե օրինակ ChatGPT-ն եւ Gemini-ը բլոգ վարեին, ձեր կարծիքով ինչ ժանրի բլոգ կլիներ դա։ Բազմաժանր, քանի որ ամեն ինչից հասկանում եմ։ Օրինակ, որը ձեզ ամենաշատը կհետաքրքրեր։ Դետեկտիվ։ Ձեր գրքերին համապատասխան։ Վերջերս մի հոդված էի կարդում, որտեղ գրված էր, որ շատ հնարավոր է արհեստական բանականություն նաև զբաղվի խմբագրական աշխատանքներով։ Դե պատկերացրեք, օրինակ ենթադրենք գրված է հեղինակ Պողոսյան Պողոս, խմբագիր արհեստական բանականություն։ Դուք կվստահեիք եւ կկարդայիք այդ Ես գիրքը։ ինքս շատ նախադասություններում, երբ որ օրինակ կետադրությունը մի քիչ կաղում այն մոտը օրինակ ինչ որ տեղեր, որտեղ կան բարդ ստորադասական նախադասություններ, այդտեղ դիմում եմ եւ հետո վերաճշտում եմ անձի հետ, կարծում եմ ամբողջովին վստահելը խմբագրություն արհեստական բանականությունը մի քիչ սխալ է, որովհետեւ ամեն դեպքում այդտեղ նրբություններ կան, որը միգուցե դեռևս շատ շուտ է, որ AI հասկանա, բայց պարզ կետադրությունները եւ խմբագրությունները ինքը շատ լավ կարողանում է կատարել, մասնակիորեն բնականաբար դա շատ օգտակար է եւ արագացնում է միայն գործը։ Բայց արդյոք կարելի է 100%-ով վստահել այդ կետադրական շարը։ Բնականաբար ոչ, բայց եթե դու ինչ որ բանում գրեթե վստահես եւ մի հատ էլ ճշտում ես այդտեղից նույն պատասխանն ես ստանում, դա 99%-անոց ճիշտ արդյունք է։ Այժմ հասկանանք, թե ինչպես է AI-ը աշխատում բլոգինգում։ Որոշ հաշվարկների համաձայն մեր օրերում բլոգերների 80%-ը օգտագործում է AI-ը գաղափարներ գեներացնելու, հոդվածներ գրելու եւ տեսանյութեր ստեղծելու համար։
Պատկերացրեք նախկինում բլոգերները ժամեր էին ծախսում որևէ կոնտենտի վրա, իսկ հիմա AI գործիքները, ինչպես ChatGPT-ն կամ Jasper-ը, վայրկյանների ընթացքում առաջարկում են կառուցվածք, SEO օպտիմիզացված տեքստ եւ անգամ անհատականացված բովանդակություն։ Սա թույլ է տալիս բլոգերներին ավելի շատ ժամանակ հատկացնել ստեղծագործելուն եւ ընթերցողների հետ շփմանը։ Սակայն այս արագությունը ու հարմարավետությունը նաև հարցեր է առաջացնում։ AI-ը կարող է նույն թեմայով ստեղծել հարյուրավոր նմանատիպ տեքստեր։ Ինչպես է բլոգերը պահպանելու իր անհատական ոճը։ Չկա արդյոք վտանգ, որ բովանդակությունը կդառնա կանխատեսելի, իսկ ստեղծագործական գործընթացը ավտոմատացված։ Արհեստական բանականությունը վերափոխում է բլոգինգը։ Այն հեշտացնում է մուտքը ոլորտ նորեկների համար։ Նման պայմաններում գուցե արժեքավոր է դառնում ոչ այնքան բովանդակություն արտադրելու արագությունը, որքան սեփական գաղափարը հստակ արտահայտելու դիրքորոշում ձևավորելու եւ լսարանի հետ վստահելի ու անկեղծ կապ ստեղծելու կարողությունը։ Ռուբեն, ինչպես եք տեսնում բլոգինգի ապագան այս AI դարաշրջանում։ Ոչ մի փոփոխություն։ Ուղղակի առաջանում է եւս մեկ ժանր եւ գործիք։ Իսկ կարող է արհեստական բանականությունը ինքը անձամբ հորինել որևէ ժանր եւ ստեղծագործել այդ ժանրում։ Ժանր հորինել կարծում եմ չէ, որովհետեւ վաղուց բոլոր ժանրերը հորինված են։ Ժանր միայն կարող է առաջանալ վիզուալ առումով, օրինակ ինչ որ կոնկրետ վիզուալ ոչ առաջանա, այստեղ շատ ավելի ճիշտ է կիրառել ոչ բառը, քան ժանրը, չնայած հայերենում իրար շատ մոտ թարգմանություններ են, բայց որպես ժանր, որ ասեմ օրինակ, որը մենք ունենք դրամա, մելոդրամա, պատմավեպ եւ սենց բոլոր ժանրերը, դրանք արդեն բոլորը ըստիս առաջացած են եւ ինչ որ նոր բան միգուցե լրիվ նոր բան չառաջանա, եթե նույնիսկ առաջանա էլ դա ինչ որ մեկի ենթաժանր կարող է լինել, այդպես։ Այժմ հասկանանք, թե ինչ նորություններ կան AI աշխարհում։ Արհեստական բանականությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու մտածողության վրա։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նոր հետազոտությունը պարզել է, որ տեքստեր հեղինակելիս ChatGPT-ից օգտվողների մոտ նվազում է ուղեղի ակտիվությունը։ Գիտնականները նկատել են, որ նման օգտատերերը դժվարանում են վերհիշել սեփական աշխատանքի բովանդակությունը, ի տարբերություն նրանց, ովքեր ինքնուրույն են գրում։ Միացյալ Թագավորության դպրոցներում սկսել են փորձարկել AI տեխնոլոգիաներ, կիրառելով վիրտուալ ուսուցիչներ։ Մինչ կառավարությունը կարծում է, որ արհեստական բանականությունը կարող է բարելավել կրթության որակը, շատ ուսուցիչներ եւ արհմիությունները դեմ են նորամուծությանը։ Մասնավորապես մանկավարժները մտահոգված են, որ էկրանից այն կողմ գտնվող մասնագետը չի կարող ապահովել այն անհրաժեշտ հուզական կապն ու անհատական աջակցությունը, որն աշակերտները ստանում են դպրոցում կենդանի շփման միջոցով։ Սիրով, Abo News։ Ռուբեն, ինչ հետաքրքիր գործիք կարող եք ցույց տալ մեր ունկնդիրներին։ Դե ցույց կտամ ինչպես օրինակ նկարը դարձնել վիդեո։ Հազարավոր AI-ներ կան դրա համար, նախապես ասեմ, որ չկա MC AI, որը անվճար կտա շատ լավ կոնտենտ։ Միշտ պետք է լավ կոնտենտի համար վճարել AI-ին, դա բացարձակ ճշմարտություն է։ Այս բան կօգտվենք One AI-ից, Google-ից վերցնենք Dumbledore-ի նկարը ու տնենք AI-ում, ուղղակի ցանկացած նկար կարող ենք ներբեռնել ու դնել ծրագրում, ստեղ ցախ կողմում կա generate, այդտեղ ենք սեղմում, հետո առաջին frame-ը դնում ենք, կարող ենք նաև դնել վերջին frame-ը, բայց այս դեպքում չենք դնի։ Ու ստեղ պետք է հիմնականում անգլերենը, որտեղ հայերենի հետ խնդիր կա, օրինակ գրենք make him laugh, այսինքն թող ինքը ծիծաղի։ Ու սեղմում ենք, ստեղ կա օպցիաները ընտրել 1080 ամեն ինչքան բարձր լինի որակը, այդքան coin-ները ավելի շատ է տանելու, բայց այս դեպքում 720-ն էլ է բավարար, տևողությունը 5 վայրկյան ու սեղմում ենք գեներացնել։ Նախքան կգեներացվի, այսպիսի մի հարց տամ, եթե ձեր սիրելի Հարի Փոթերը հենց ֆիլմը գեներացված լիներ AI-ով, նույնքան կսիրեիք, որքան որ հիմա եք սիրում։ Չեմ կարծում։
Որովհետև ամեն դեպքում վստահություն չկա AI-ի նկատմամբ, թե պարզապես Չէ, ուղղակի դերևս AI-ը այդքան զարգացած չի, որ կարողանա խաղալ նենց ոնց իրական մարդը։ իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք ինքնակրթվելով հնարավոր կլինի պրոֆեսիոնալ մակարդակի տիրապետել AI գործիքներին։ Այո, ես ինքնակրթվելով եմ տիրապետել։ Այստեղ ինքը սարքեց, որտեղ Դամբլդորի նկարից, որը ամենաառաջին կադրն է, այսա սկսում է ծիծաղել ու շատ բնական ու շատ լավ է ստացվել։ Իսկ կարող ենք պրոմպտ ավելացնել։ Այո, ինչ պրոմպտ։ Օրինակ ծիծաղալուց հետո թող անմիջապես լաց լինի։ Ավելացրի։ Պետք է սպասել։ Սպասենք։ Ստացվեց, չէի ասի արդյունքները շատ բնական են, բայց ծիծաղում է ու հետո սկսում լացել։ Աբո Ռուբենը ցույց տվեց Վան գործիքը։ Հետաքրքիր է ձեր աբոների աշխարհում Վան գործիքին ինչպես են վերաբերում։ One AI-ը այն վիդեոգեներատորն է, որը մտնում է սենյակ եւ ասում. «Տվեք գաղափար, մնացածը ես կանեմ»։ Այն միաժամանակ սցենարիստ է, օպերատոր, մոնտաժող ու երբեմն էլ ֆանտազիաներով տարված նկարիչ, որը վստահ է, թե մարդը կարող է ունենալ մարմնի այլ մասեր։ One AI-ը տեքստային պարզ նկարագրությունը վերածում է տեսանյութի, շարժումներով, լույսերով, անգամ դրամատիզմ ավելացնում։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը գրող բլոգեր Ռուբեն Եսայանն էր։ Իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձևե շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամներ։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք։